Norquis Batista, Juan Pablo Raba, Mayra Alejandro Rodríguez, Gustavo Rodríguez եւ ուրիշներ։ Արտաս Սովոր Անաստասյան 7 տարանի է, չի կարող շնչել, դպրոցնի կարիք ունի, չի կարող շնչել, ոչ սա ինչ բան է, այս մի հաղորդագրությունը արդեն ջրի նման պարզ է, գիտես ինչ, հարկավոր է մի բառարան գնել իսպաներինց բանականից իսպաներեն, այդ դեպքում երևի կարող ենք հասկանալ այդ մարդուն, պաստորեն, նրա ասած մարդ է, ապա ով է, նա Դեմետրիա ինչի իսպանել չէ, նա ողջ է, այսինքն նա նկատի ունի այն, ինչի որ պետք է արվի, այլ ոչ թե արվել է։ Եթե այդպես է։ Ոչ որ սպասեք, երևի վանականը մեզ հուշում է, թե ով է լինելու հաջորդ զոհը։ Այսինքն նա արդեն գիտի, թե ում է սպանելու, նա արդեն նշան է բռնել մեկի վրա։ Դեմետրիա, 8 տարանի է ոչ, այդ նա չէ, ինչ լավ որ իմ անունը կարճ է, պետք է փառք տամ ասում, ուզում եմ ասել, 7 տարը իմ անվան համար շատ է։ Անտոնիո Անտոնիոն 7 տարանի է, չլինն է ուզում է հորը սպանել։ Ներեցեք։ Հերսարի աղջիկս։ Պարոն Տոնի։ Ասա։ Ահա ձեր հյութը։ Շնորհակալ եմ, այդ տեղ, շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ, ձեր թույլտվությամբ։ Սանտիագո, դու անձամբ պետք է հաշիվներս տուգես, ես Բրոմելիային չեմ վստահում։ Այո, հասկանում եմ, պապիկ, բայց ճիշտն ասած ընտանիքը չի ուզում համագործակցել ինձ հետ։ Ու ճիշտ են անում որդիս, դու անձամբ պետք է դա անես, որովհետև մյուս կողմից էլ։ Ինչ եղավ, պապիկ, ինչ է կատարում քեզ հետ։ Չխմես այդ հյութը հայրիկ, ոչ։ Ինչ է պատահել, ինչ է եղել ավրելը, ինչ կա այդ հյութի մեջ։ Պապիկ, լավ ես, հանգիստ շնչիր։ Հանգստացեք, ուղղակի խմելիս։ Այն շատ թթու թվաց։ Ու սկսեցի հասալ, այդ հիմա լավ եմ, հիմա լավ եմ, ինչ է պատահել։ Բանն այն է, որ բանականը հաղորդակցություն է ուղարկել, ինձ թվաց, թե նորից մահապործ է կատարել քո դեմ, վստահ ես, որ լավ ես։ Սիրտդ չի խառնում, լավ ես։ Այո, շատ լավ եմ, վերջ, հանգստացու։ Ինչպես են գործերը Աուրելիոյի հետ, որովհետև դու շատ վատ էիր, երբ նա ամուսնացավ քրոջդ հետ։ Ախ, սիրելիս, դա իսկական դժոխք է ինձ համար։ Պատկերացնում ես, ես սիրում եմ այն տղամարդուն, այնպես եմ սիրում, ինչպես երբևէ ոչ մեկի չեմ սիրել, բայց երբ մենակ ենք մնում, ես չեմ կարողանում անգամ դիպչել նրան։ Ինչ ես դիպչում նրան, որովհետև չես ուզում։ Ոչ, ինչեր ես ասում, ես երբեք նման բան չեմ անի։ Պատկերացնում ես, եթե ես բաժանվեմ Օվիդիոյից, ինչ կլինի քրոջս հետ, իսկ քույրս։ Նա Աուրելիոյի կինն է, բացի այդ, քույրս հենց իմ պատճառով է անհետացել։ Իսկ դու նրա մասին ոչինչ չգիտես։ Ոչ, ընկերուհիս։ Ոչ, երդվում եմ, որ ամեն ինչ կտայի, միայն թե նորից տեսնեի նրան։ Ես ամեն ուր փնտրում եմ նրան, ես փորձում եմ գտնել, բայց ոչ մի օգուտ։ Ախ, ընկերուհիս, հանգստացիր, լավ հանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։ Համել հիշում ես Աուրելիոն խոստացել է, որ ամեն ինչ կանի նրան գտնելու համար, վստահիր նրան։ Գիտես, երազումս Ալեքսանդրային էի տեսել, իբր նա մի մութ ու կեղտոտ սենյակում էր, նրան փակի տակ էին պահում, կարծես հոգեբուժարան լիներ, դա է պատճառը։ Հենց դա է պատճառը, որ ինձ մեղավոր եմ զգում, ես պատկերացնում եմ, թե հիմա նա ինչ ահավոր ապրումների մեջ է, ես գիտեմ, որ նա տառապում է ու մեղքի ու վախի զգացումը համակել է ինձ, դե ասա, ինչ անեմ։ Դե վերջ, դու չպետք է քեզ մեղավոր զգաս, որովհետև այստեղ միակ մեղավորը վանականն է։ Ախր,
Այնտեղ ես պետք է լինեի, այլ ոչ թե նա։ Ես ամենուր նրան էի փնտրում։ Հիմա էլ եմ փնտրում կանգառներում, անկյուններում, կայարաններում, կնքամորս տանը։ Ամենուր եք, բայց միևնույնն է, նա չկա ու չկա։ Ես հիմա միայն հիշողություններով եմ ապրում ու մեծ դատարկություն եմ զգում։ Ես վախենում եմ։ Չգիտեմ ինչ կանեմ, եթե նրա հետ մի բան պատահի։ Երդվում եմ, որ եթե նրա հետ մի բան պատահի, ես ինձ չեմ ների, Վիոլետա։ Ես ինձ չեմ ների երբեք։ Ինչ է ձեզ հետ կատարվում երիտասարդներ։ Չեմ հասկանում ինչու եք շահագրգռված իմանալու մի բան, որը ձեզ չի վերաբերվում։ Լսեք, մայրապետ, Հելենա Ավելանդե, Բորովսկին, մեր տատիկն է, այնպես որ դա հենց մեզ է վերաբերվում։ Բացի այդ, մենք բարձր ենք, թե ինչու են նրան այդտեղ փակել։ Մայրապետ, մենք գիտենք, որ տատիկը հղի է եղել, հենց այդ պատճառով նրան փակի տակ են պահել։ Ինչ է պատահել այդ երեխայի հետ։ Իսկ ինչպես եք դա իմացել։ Դե բանն այն է, որ մայրիկիս անունը Յոլանդա է։ Դուք ճանաչում եք նրան, չէ՞։ Նա ժամանակին տիկին Հելենայի խոհարարն է եղել, ու հենց նա է մեզ պատմել այդ պատմությունը։ Նա մեզ ամեն ինչ պատմել է։ Այո, ամեն ինչ։ Դուք խաբում եք, ստում եք, որ ինձնից տեղեկություն կորզեք, բայց շատ սխալ եք վարվում, որովհետև չի կարելի գալ այսպիսի մի վայր ու սուտ խոսել։ Խնդրում եմ, հեռացեք։ Ես գիտեմ, որ մենք ճիշտ չենք վարվում, մայրապետ, բայց հիմա մենք ձեր օգնության կարիք ունենք։ Մենք գիտենք, որ տատիկ աղջիկ է ունեցել, եւ այդ աղջիկը քույրս է, Էմիլիա Մարգարիտան։ Իսկ ինչպես եք այդ եզրակացությանը հանգել։ Հավատացեք ինձ, խնդրում եմ։ Ես այնտեղ էի, անկողնու վրա նստած էի, երբ նկատեցի դա, իսկ հետո երբ տեսա նրա մարմինը, գնացի Յոլանդայի ետևից։ Տիկին Հելենան է ինձ կանչել, որ այստեղ գամ ու տեսնեմ մարմինը, այդքան բան։ Ոչ, Իսեր Աստծո։ Ես այն աշխարհի ստացած հաղորդագրություններին չեմ հավատում։ Սպասիր, այդպես մի խոսիր։ Առավելևս կնոջ սենյակում եղավ զոհված։ Դա լավ, թող զոհված լինի։ Լսի, Էմիլիայի ասած որ մեզ մի բանում օգնեց։ Ճիշտ է, խնդություն եմ ասում, բայց նրա ասածը սպառս դարձավ։ Զինվորներին ով է ավելի շատ հարգում։ Երևում է դու այնքան էլ չես հարգում։ Զոհված Մակո։ Ոչ։ Անցյալ գիշեր ես հերթական մղձավանջը տեսա։ Ինձ ոք մի ասա, լավ, թե չէ այս գիշերը լի ես կտեսնեմ։ Տեսար որ վախկոտ ես, դրա վերջ դու։ Ինչ ես տեսել Էմիլիա։ Մի կին էր։ Չգիտեմ Հելենա տատիկն էր թե ոչ, բայց նա լվացքատանն էր։ Նա ամբողջովին սպիտակ էր հագնված ու գլխին էլ ինչ-որ ճարմանտ կար։ Միայն այդ մասին մտածելիս արդեն շնչահեղձ եմ լինում։ Դա քեզ ինչ-որ բան հուշում է։ Վերցրու Սաթորնիկս, վերջին հաշվետվությունն։ Շատ լավ։ Ես գրասենյակը գնամ ու կստուգեմ հաշիվները։ Յոլանդա, խնդրում եմ, եթե ինձ զանգեն, իմ համարը կտաս, լավ։ Դմետրիա, ուրախ եմ, որ նորից այստեղ ես։ Հուսով եմ նրանք շուտ կբռնեն բանականին ու մենք վերջապես կազատվենք այս մղձավանջից։ Ձեր թույլտվությամբ։ Այո, որդիս։ Ինչ է պատահել։ Տոնի երկար տարիներ դու մեզ աշխատասենյակ ես կանչել։ Խոսել ես մեզ հետ ու միշտ հավատացել ես մեզ։ Հուսով եմ նորից այդպես կլինի։ Ասա մեզ ինչ է կատարվում Տոնի։ Ինչպես են նրանք իմացել դա։ Իսկ ինչ գիտեն նրանք։ Այստեղ ոչ ոք ոչինչ չգիտի։ Ուրեմն Հելենան չի մահացել, որովհետև միայն նա ու մենք գիտենք այդ մասին։ Այնինչ անցյալ գիշեր կատարվեց Տոնի, ապացուցում է, որ նա ողջ է ու կարող է ցանկացած պահի այստեղ հայտնվել։ Տոնի, Հելենան ողջ է։ Դուք իսկապես ոչինչ չգիտեք, ախր դա շատ կարևոր է մեզ համար։ Ես միայն գիտեմ, որ Հելենան այստեղ հանգիստ է գտել ու ազատվել է այն չար ուժերից, որ նրա մեջ էին բույն դրել։ Դա է ամենակարևորը։ Այո, մայրապետ, բայց դա մեզ համար բավական չէ։ Մենք պետք է տեսնենք նրա թղթապանակը։ Այո, Խնդրում ենք գտեք այն։ այո, դա կարևոր է։ Լավ, հիմա կստուգեմ։ Տեսնեմ որտեղ է։ Թղթապանակն այստեղ չէ։ Մեկ րոպե։
Վստահ եք, որ դուք չեք վերցրել այն։ Ոչ, Մայրապետ, Ոչ Աստված իմ։ դա անհնար է, երդվում եմ, հազար անգամ եմ երդվում, որ մենք ոչինչ չենք վերցրել։ Ոչ մայրապետ, մենք նման բան չենք արել։ Բայց եթե դուք չեք վերցել, հապա ով է դա արել։ Մենք ինչ գործունենք Ագրիպինա։ Կարծում եմ սա խենթություն է։ Ակվիլես, արի այստեղ նստիր, հանգստացիր։ Ոչ, չգիտեմ ինչպես եմ ապացուցել, որ այդ կանայք խաբել են ինձ։ Ախր այդպես չի լինի, Ագրիպինա, այդպես չի լինի։ Ակվիլես, սպասիր, ասացի, հանգստացիր, արի այստեղ։ Վստահիր ինձ, ես կարող եմ խոսել բժշկի հետ։ Հանգստացիր, ես կխոսեմ նրա հետ։ Բարև ձեզ։ Ներեցեք ինձ, ես մի փոքր ուշացա։ Շատ հաճելի է, ես բժիշկ Մանուելան եմ։ Պարոն Բորովսկի։ Շատ հաճելի է բժիշկ։ Ինչպես են գործերը, ընտանիքը, երեխաները, ամեն ինչ լավ է։ Դե լավ բժիշկ։ Ինձ այստեղ ընկերս Ակվիլեսն է բերել։ Ճիշտն ասած, ես մեծ խնդիրներ ունեմ սեռական կյանքում, իսկ Ակվիլեսն ասաց, որ դուք շատ լավ բժիշկ եք, ու ես ձեզ մոտ եկա։ Հասկանալի է, իսկ դուք, պարոն Ակվիլես, արդեն լավ եք։ Բժիշկ, Այո, իհարկե, լավ եմ, այո։ Իհարկե, արդեն լավ եմ, այո։ բժիշկ, բանն այն է, որ Նստիր Ագրիպինա, նստիր։ շնորհակալություն, ներեցեք։ Հասկանում եք, բանն այն է, որ ես որոշակի խնդիրներ ունեմ սեռական կյանքում։ Կարծում եմ, որ այս դեպքում մասնագետի միջամտությունը կարևոր է։ Դրա համար ընկերս Ակվիլեսն ասաց, որ դուք շատ լավ բժիշկ եք եւ խորհուրդ տվեց ձեզ մոտ գալ։ Այո, Մենք շատ ապացույցներ չգտանք, վանական նանթերի է գործում, միայն կարողացանք տիկին Հելենա Բորովսկու իրերից որոշ բաներ գտնել։ շնորհակալ եմ Վալեսիրոս։ Սպասիր ընկերս, ինչ ես կարծում, ինչու է վանական Դեմետրիային այդպես հագցրել։ Ուզում ես դրանով ինչ-որ բան ասել, ինչ ես կարծում։ Չգիտեմ Մակո։ Ախր նա ոչ ոքի ողջ չի թողնում։ Ինչու նրան չի սպանել։ Ինչու Դեմետրիային չի սպանել։ Նրան ողջ չթողան։ Ուծը պարզապես ցանկացել է նրա միջոցով հաղորդագրությունն ուղարկել։ 7 տարանի է, չի կարող շնչել, թթվածնի կարիք ունի, այս ամենը շատ տարօրինակ է։ Չգիտեմ, բայց արի շարունակենք փնտրել, արի։ Սպասիր, մի րոպե։ Այս տան անդամներից ում անունն է 7 տարանի։ Սպասիր տեսնեմ։ Յոլանդա։ Այո, Յոլանդա։ Չլինի նա ուզում ծնողներից վրա հարձակվել։ Դե մի բան ասա, հուշիր ինձ Մակո։ Չի կարող շնչել։ Ոսկո շնչայցության մասին է։ Ինչի մասին ես խոսում Մակո, քեզ ինչ եղավ։ Ինչպես չես հասկանում, ասում է 7 տարանի է, նրան թթվածին է հարկավոր, այսինքն հաջորդ զոհ, շնչը հայտ է լինելու ընկերս։ Ճիշտ է, ապրես ընկերս, այո։ Դա նրանից է, որ խաչբար շատ քիչ ես լուծում։ Գիտես որքան բան ես սովորում խաչբար լրացնելիս, որոնարի գործյանցն ենք, բայց դու հասկացար ինձ։ Կարծում եմ ձեր դեպքում լավագույն տարբերակը ոստիկանն է։ Բայց նախ պետք է որոշ բաների մասին խոսենք։ Ձեր հոգեկան աշխարհի։ ներեցեք ինձ։ Բժիշկ, այստեղ է այն արձանագրությունը, որ դուք էիք։ Այո, սպասիր, ես պետք է քեզ որոշակի ցուցումներ տամ, ձեր թույլտվությամբ։ Ներեցեք։ Ես հիմա կգամ։ Այդ աղջիկն է, հենց նա է, տեսար, նա է, այդ աղջիկն է, նա է լուծերի տոն, նա է իր ամուսնու հետ խաբել ինձ։ Կամաց։ Ակվիլես, հանգստացիր, ես նրան տեսա, չնկատեցիր, երբ ինձ տեսավ այլայլվեց, անամոթի մեկը, իսկ այն մյուսը նա էլ կար։ Այո, նա էլ կար։ Դե լավ, հանգստացիր, հիմա ինչ որ ասեմ, կանես եղավ, ուշադիր ինձ կլսես ու կանես, միայն թե հանգստացիր, վերջ։ Եղավ։ Դե ինչ։ Կարծում եմ, ես գտել եմ ձեր խնդրի լուծումը։ Ինչ հաճելի է, չէ, օդը շատ մաքուր է։ Այո։ Այս հանգիստը, այս անդորը, քեզ մի բան կասեմ, իմ կարծիքով վանականն ինձ այստեղ չի գտնի ու գիտես ինչու, որովհետև միայն պիտի զբոսանքի գա, որ ինձ բռնի, իսկ զբոսանքի նա հաստատ չի գա։ Հանգստացիր, այդ մի բանը 100%-ով չի լինի։ Ընկերուհիս ինչ պատահեց, արի այստեղ ինչ եղավ։ Վիոլետա, սիրելիս, գիտեմ, որ այսօրվա երեկույթի համար շատ ես հուզվում, բայց կարիք չկա, որ այդպես նյարդայնանաս, դու արդեն լավ ես զգում քեզ։ Այո, հանգստացիր, ուղղակի հավասարակշռությունս կորցրեցի։ Բայց որքան գիտեմ, սա առաջին դեպքը չէ, քեզ հետ էլի է նման բան պատահել, հիշում ես եկեղեցում ինչ եղավ, հենց զոհասեղանի առաջ ուշաթափվեցիր, ընկերուհիս։ Լսիր,
Զգույշ եղիր, շատ զգույշ, ինձ թվում է քեզ մոտ ինչ-որ բան այն չէ։ Մի անհանգստացիր, ես բժշկի մոտ կգնամ, որովհետև վերջերս սկսել եմ լավ չուտել։ Իրոք։ Այո, Ուրեմն 3 ձվով ձվածեղը, մանգոյի հյութը, այդքան քաղցրավենիքը դեռ քո քիչ ուտելն է։ Սիրելիս, այս առավոտ այնքան բան կերար, ասես 2 հոգու բաժին էիր ուտում։ Լսիր, միգուցե դու հղի ես։ Վանականը նորից հարձակվել է, ու մեզ հաղորդագրություն է թողել։ 7 տարանի է, չի կարող շնչել, չի կարող շնչել, հտվածնի կարիք ունի, ու ամենավատն այն է, որ կարծում ենք այդ սպառնալիքը ձեզ է ուղղված։ մեզ, իսկ ինչու մեզ, ինչ ենք արել, որ վանականն ուզում է մեզ վրա հարձակվել։ Աուրելիոն փորձում է պարզաբանել, հանգստացիր Յոլանդա, հանգստացիր։ Դե արդեն չգիտենք մայրիկ, բայց հիմա Ալվարեսին կանչենք, որ ամբողջ ժամանակ տանը լինի, ու հոգ տանի բոլորիս մասին։ Կարծում եմ այդպես ճիշտ կլինի որդիս։ Արա այնինչ ճիշտ ես համարում Աուրելիո, ես պատրաստ եմ օգնել։ Մի բան էլ։ Ուզում եմ իմանալ որտեղ ես թաքցնում Անաստասիային։ Այդ դեպքում կարող ես ստուգել ու ճշտել դա, բայց եթե Սանտիագոյինը լինի, չնայած չեմ կասկածում, կարող ես նրան ասել այդ մասին։ Ոչ, չեմ կարող դա անել, չեմ կարող։ Մոռացիր այդ պարտավորագրի մասին ու ասա նրան։ Գնացինք, ինչ խնդիր կա։ Դու պետք է անպայման Աստված իմ։ Տեր Աստված, նա գտավ ինձ։ Ոչ, այստեղ մնամ, դա երկար չի տևի։ Ես Անաստասիային շատ հեռու եմ տարել, որովհետև այստեղ նրան կյանքին վտանգ է սպառնում։ Կարիք կա հիշեցնել Աուրելիո, որ նա ամուսին ունի, որ ամուսինը պարտավոր է հոգ տանել իր կնոջ մասին։ Հենց իր ամուսինն է ուզում սպանել նրան հայրիկ։ Ճիշտ է։ Նրան այստեղից հեռու եմ տարել, որովհետև չեմ ուզում, որ նա Օվիդիոյի մոտ լինի։ Որովհետև ես սիրում եմ նրան ու կպայքարեմ այդ սիրո համար։ Հայրդ ճիշտ է ասում, որդիս Անաստասիան դեռ ամուսնացած է։ Այո, բայց շուտով կամուսնալուծվի մայրիկ։ Ոչ երիտասարդ։ Կամուսնալուծվի հայրիկ, բայց որ հանկարծ Օվիդիոն ամուրի չդառնա, ես պետք է պաշտպանեմ նրան։ Ճիշտ է, հենց Օվիդիոն ինքն է ուզում երիտասարդ տարիքում ամուրի դառնալ, հասկանում եք։ Նա ուզում է սպանել արտասովորին։ Այո, Օվիդիոն պլանավորել է սպանել Անաստասիային, նա մահափորձ է կատարել։ Բայց մեղքը վանականի վրա է գցել, որ հուսապի պատասխանատվությունից։ Հապա մտածիր Աուրելիո, գիտակցում ես ինչ ես ասում, դու լուրջ մեղադրանք ես ներկայացնում ու այն էլ ընդամենը քո խանդի պատճառով, որովհետև չես կարող ապացուցել դա։ Ճիշտ է, ապացույցներ չունեմ հիմա, բայց կունենամ։ Ու գիտես ինչ, հայրիկ, եթե չգտնեմ այդ ապացույցները, միևնույն է, Անաստասիան կբաժանվի Օվիդիոյից, ու նա իմը կլինի, միայն իմը։ Y punto. Դու խելագարվես, Ագրիպինա, ես կարծում եմ, թե նրանք ասես, որ եթե ետ չվերադարձին զարդերը, մենք նրա մեղադրանք կներկայացնենք, ախր մենք այդ դրա համար ենք եկել, Ագրիպինա։ Մենք պայմանավորվել ենք, չէ՞։ Հանգստացիր, հանգիստ, մենք հենց այդպես էլ կանենք Ակվիլես, բայց ոչ թե հիմա, այլ հետո։ Ու հենց նրանից էլ զարդերը կխլենք, այդպես էլ կանենք, հասկացար։ Դե տիկին, ներս եկեք, ահա և նա։ Այս տղամարդը կօգնի ձեզ լուծել ձեր բոլոր խնդիրները։ Նա ձեր անձնական բժիշկը կլինի։ Գրողը տանի, հրաշալի է։ Հապա մարմինը նայեք, շատ լավ է։ Այո։ Ամեն ինչ հրաշալի կլինի։ Դուք հրաշալի բուժում եք նշանակել։ La terapia milagrosa per me, guarda. Կարծում եմ ես ավելի լավ է գնամ, որովհետև ես չեմ կարող սա հանդուրժել։ Թույլ տուր մի լավ զննեմ քեզ։ Լսիր, ես չեմ հարցնում, թե այստեղ ինչ գործ ունես, բայց ավելի լավ է հեռանաս։ Եկել էի քո ետևից, բայց մի գնդակով 2 նապաստակ խփեցի։ Օվիդիոն խելագարի պես քեզ է փնտրում։ Դու ինձ ընդհանրապես չես մտահոգում, ինձ իմ թորնիկն է հետաքրքրում։ Գիտես ինչ, իմ աղջիկը նորից այդ տուն չի գա, մինչև չբռնեն այդ վանական կոչեցյալին, եղավ։ Իսկ դու չգիտես, որ վտանգավոր բան ես անում փախուստի մեջ գտնվողին թաքցնելով, շատ համառն ես։
Լսիր, Անաստասիանի ընկերուհին է, ու որքան ցանկանամ կօգնեմ նրան, որովհետև նա ինձ համար շատ բան է արել։ Եթե վիրավորանքներից շարքը վերջացրեցիր, կարող ես գնալ։ Ես ուրիշ բանի համար եմ եկել, սա ուղղակի պատահականություն էր։ Ես եկել եմ ասելու, որ Սանտիագոն որոշել է հրաժարվել քեզանից։ Ինչ ես ակնարկում, Սանտիագո, ուզում ես ասել, որ ես գող եմ։ Ոչ, իհարկե ոչ Բրոմելը։ Ես միայն ուզում եմ ճշմարտությունն իմանալ, որովհետև այս հաշիվները չեն համապատասխանում իրար։ Այդքան բան, ես շատ լավ գիտեմ, որ դու գող չես։ Լավ է, որ այդպես ես մտածում, Սանտիագո, որովհետև ես երկար ժամանակ Տոնիի հետ եմ աշխատել, ու այս խանութի գործերը միշտ էլ հալած յուղի նման են եղել։ Այո, գիտեմ դա։ Վստահ եմ, որ ժամանակիդ մեծ մասն այստեղ աշխատելով ես անցկացրել։ Նույնիսկ երեխաներիդ ես անտեսել ու առավոտից մինչև ուշ գիշեր խանութում ես եղել։ Այո, ճիշտ է։ Ես իմ ամբողջ կյանքը այս ձեռնարկությանն եմ նվիրել։ Եվ հենց այդ պատճառով էլ չեմ ուզում քեզ հեռացնել աշխատանքից։ Ես նման մտադրություն չունեմ, ոչ։ Ես ուզում եմ, որ ինձ մոտ մնես եւ օգնես ինձ։ Բայց դրա համար մենք պետք է անկեղծ լինենք միմյանց հետ։ Շատ լավ, Սանտիագո։ Հիմա ինչ ես ուզում իմանալ։ Ինչու ես դու այդքան ատում Յոլանդային։ Նա քեզ ինչ է արել։ Չգիտեմ այստեղ ինչ գործ ունենք Յոլանդա։ Ասացի քեզ, մոմն այստեղ կդնենք ու հետո կվառենք այն եւ կաղոթենք Տիկին Հելենայի հոգու հանգստության համար։ Բայց դա կարող է ինձ մատուրում անել, այլ ոչ թե այս սենյակում։ Վերջ տուր։ Հելենան է։ Անգամ եթե Սանտիագոն այստեղ հասնի ու ապա հրզանտա ինձ, անգամ եթե հարբած լինեմ, մեռած թե խելագար միևնույն է քեզ հետ չեմ ամուսնանա։ Լսիր, դու պետք է որ իմանաս, որ Սանտիագոն ազնիվ մարդ է ու երբեք իր փոխարենը որևէ մեկին չէր ուղարկի, որ ինչ-որ բան ասեր։ Ոչ իհարկե, Սանտիագոն իսկական տղամարդ է, այլ ոչ թե սրա նման հիմար։ Ես հոգնել եմ քո վիրավորանքներից։ Զգուշ եղիր, լսեցիր, ձեռքդ քեզ պահիր։ Կատալինայից մի քանի բաներ եմ սովորել դիմացինին տապալելու համար, այնպես որ մտածիր, թե ինչ ես անում եղավ։ Դու չգիտես, թե ում հետ գործ ունես։ Նայր, ես զինված եմ։ Գիտեմ երբ եւ ինչպես հայտնվեցիր իմ կյանքում, բայց իմացիր, որ դու կործանված մարդ ես։ Լսիր, բավական է ավելի լավ է գնալավ, որովհետև ոստիկանություն կգնամ ու քո դեմ մեղադրանք կներկայացնեմ, եթե ինձնից հեռու չմնաս, հեռու մնա ինձնից, հասկացար։ Շատ լավ, բայց ես դեռ կսպասեմ, որովհետև ես քո վերջին հնարավորությունն եմ։ Կսպասեմ այն օրվան, երբ դու կընդունես ինձ ու կտեսնես, որ իրոք սիրում եմ քեզ։ Լավ, հեռացիր։ Յոլանդա, խնդրում եմ։ Յոլանդա, հանգստացիր։ Ես կբացեմ դուռը։ Ոչ, Յոլանդա, խնդրում եմ։ Լսիր, խոհարարուհի, խելագարվել ես ինչ է։ Գիտես, ինձ այդպես վախեցնելուց հետո քանի կնճիռ ավելացավ դեմքիս։ Քեզ ինչ եղավ։ Մեղքի զգացումը տանջում է քեզ։ Իսկապես տառապում ես։ Ինչու ես այստեղ լոգանք ընդունում։ Որովհետև Կրաուզի բնակարանում ջուր չկա։ Համել քո գործը չէ, սա մայրիկիս սենյակն է, ու երբ ուզենամ, կարող եմ այստեղ գալ։ Գնանք Յոլանդա, սա ընդամենը սխալմունք է, արի գնանք։ Ոչ, ես գիտեմ, սա ինչ մտադրություն է, դուք ուզում եք խելագարության հասցնել ինձ, ուզում եք ինձ հավատացնել, որ Հելենան ողջ է, բայց դա ձեզ չի հաջողվի, որովհետև նա մահացել է։ Ոչ։ Մայրս ողջ է, նա ողջ է, որովհետև նա ապրում է իմ սրտում, բոլորիս սրտերում, այդ թվում նաև հայրիկիս սրտում։ Ոչ, Հելենան մահացել է։ Գնանք Յոլանդա, գնանք։ Ես կուզենայի, որ դու հորակույր Կոնստանսան ու Ագրիպինան համերաշխ ունեք Յոլանդայի հետ։ Այդպես մեր ընտանիքում կհաստատեր բոլորիս համար այդքան հարկավոր հանգիստը։ Դու հաստատ խելագարվել ես, ես երբեք լավ հարաբերություններ չեմ ունենա այդ խոհարարու հետ, Սանտիագո։ Աստված եմ Ռոմելը, ախր Յոլանդան միշտ մեզ հետ է եղել։ Գիտեմ, որ Հելենային չի փոխարինի։ Նա չի էլ փորձում դա անել, բայց ամեն դեպքում նրանք շատ տարբեր են իրարից։ Իհարկե, երկու տարբեր մարդիկ են։ Տատիկդ բարձրաշխարհիկ կին էր, էլեգանտ, կիրթ, իսկ Յոլանդան երբեք այդպեսին չի լինի, որքան էլ պճնվի։ Ռոմելը ավելի լավ Հելենը տատիկին մեր սրտերում հիշողություններում պահենք ու թողնենք, որ նա հանգիստ ննջի։ Նա տիրոջ կողքին է, այնպես որ կարիք չկա, որ շարունակենք անցյալի մասին խոսել։
Մենք երբեք չենք ընդունի այն, որ Յոլանդան իր սրիկա որդին ու այդ արտասովորը տիրացել են այն ամենին, ինչ Հելենան է թողել։ Երբեք չենք ընդունի դա։ Ես դա հանուն պապիկի եմ անում։ Հանուն նրա առողջության։ Պապիկին հանգիստ է հարկավոր բրոմելիա։ Ապա ինքդ մտածիր։ Ավելի ճիշտ, ոչ թե նրան տեսել ընտանիքի անդամների միջև առաջացած մրցակցությունը։ Ոչ, ես ուզում եմ, որ այս ընկերությունը հզորանա, բայց իր համար բոլորս պիտի միասնական լինենք։ Սանտիագո, գլխից քահանա չես, խրատներդ ուրիշ տեղ կկարդաս։ Այս տանը շատերն են Յոլանդային դեմ։ Ինչու նրան չես ասում, որ հեռանա տնից։ Այդպես բոլորիս համար էլ լավ կլինի։ Յոլանդա, եթե այսպես վարվես, նրանք կհասնեն իրենց նպատակին, չէ՞ որ ուզում են մեզնից ինչ-որ բան կորզել։ Դրա համար պետք է հանգիստ լինենք, Յոլանդա, հասկացիր ինձ։ Կոնստանսան է վանականը, Դեմետրիա, այո, Վալենտինոն գիտի այն ամենի մասին ինչ տեղի է ունեցել ու ամեն ինչ պատմել է նրան, դրա համար էլ նա ուզում է մեզնից վրեժ խնդիր լինել։ Ես վստահ եմ դրանում, Դեմետրիա, վանականը Կոնստանսան է։ Ապա մտածիր, լավ մտածիր։ Ենթադրենք, թե ամուսնացել ես նրա հետ։ Ու նրա հետ ես ապրում, բայց հետո ասենք, թե զղջացել ես Արացիդ համար, ինչ կանես, նրան ինձ կվերադարձնես, հետո մենք պիտի Գրեգորիայի անհաջողությամբ ապրենք։ Դե ոչ, պարոն, ես ուղղամիտ մարդ եմ։ Ես ամեն ինչ օրենքով եմ անում, ու բացի այդ, գոյիտան հո ինչ որ իր չէ, որ երբ ինձ օգնեցնի փոխեմ նրան։ Ոչ, նա ասես լրիվ, ասես այլ մոլորակային լինի։ Որովհետև դու նրան դրսից ես տեսնում երիտասարդ ամուսնությունը մի ամբողջ կյանք, այլ ոչ թե մի քանի ժամվա հաճույք, հասկացիր դա։ Ախր քո ողջ կյանքում դու նրան պիտի երեխայի նման պահես, հասկանում ես ինձ։ Ես նրա հայրն եմ ու չեմ գտնում, որ նա պատրաստ է այդ կյանքին։ Տեսնում եք, բանը հենց այդ է։ Նրա վիճակը շատ լավ է։ Մենք նրանց ոչինչ բանով առավել չենք, հենց մեկը ես։ Ասած ինձ կարծես թե ուժեղ հարված է հասցրել իր կախարդական փայտիկով։ Նա կարծես թե գործից վերցրել է բոլոր վատ կողմերը ու մեզ տվել։ Նա ուրիշ մոլորակից է, պարոն։ Ես հասկանում եմ, բայց դա այդպես չէ։ Իհարկե այդպես չէ։ Ամեն ինչ դրանից էլ ավելի վատ է։ Դրանից էլ առավել։ Ինչ պիտի ես նրան սովորեցնեմ, եթե անպետքի մեկն եմ։ Գիտեք ինչ, ձեր աղջիկը աննման է։ Հիանալի անձնավորություն է, ու դուք պետք է ընդունեք դա։ Չգիտեմ ընկերս, բայց այստեղ ինչ-որ տարօրինակ բան կա։ Մեր նկարելուց հետո ով կարող է վերցնել այդ թղթապանակը։ Դիադիրը, հաստատ դու չես եղել։ Նիկոլաս, աստված իմ խելագարվել ես ինչ է։ Դու այնտեղ չէիր, երբ Մայրապետը քիչ մնաց բռներ մեզ, գրողը տանի։ Ճիշտ է ասում, այո։ Լսեք, չգիտեմ, բայց իրերը գնալը վտանգավոր են դառնում։ Եթե թղթապանակն այնտեղ չէ, ուրեմն ինչ-որ մեկը վերցրել է այն։ Սա ինձ վախեցնում է, իսկ եթե վանականը նույնպես հետաքրքրվում է տատիկի այդ պատմությամբ, Թե մեզնով է հետաքրքրվում։ պետք է հրաժարվենք այս հետաքննությունից, այո։ Ոչ, լսեք։ Ամենաճիշտը լուր մնալն է։ Զգույշ կլինեք։ Դրանով մենք կարող ենք հրահրել այդ մարդասպանին։ Գնանք Կլեմենտինը, մենք հիմնադրամում շատ գործեր ունենք անելու։ Ժամը քանիսն է։ Այո, ես պետք է իմ դասին գնամ, այլապես ոչ թե վանական, այլ հենց մայրս կսպանի ինձ։ Լսեք, ես չեմ կարող դες հետ գալ, որովհետև Սանտիագոյի համար պիտի մի բան անեմ։ Բայց դուք զգույշ եղեք։ Շատ զգույշ կլինեք ու հիշեք, մինչև վերջ միասին ենք։ Պարզ է։ Իհարկե, առայժմ։ Հիանալի է, ազատվեցինք այդ բեռից։ Վստահ եք, որ այս կինը այս Մենաստանում չէ։ Իհարկե, պարոն, լիովին վստահ եմ։ Ես այս նկարի կնոջը չեմ ճանաչում։ Ուշադիր սննդեք նրան, Մայրապետ, դա ինձ համար շատ կարևոր է։ Նա կարող էր ձեզ մոտ այսպես հագնված գալ։ Կամ այսպես։ Բայց Մայրապետ, նրանք եռյակ են։ ողորմած Աստված, ցավում եմ երիտասարդ, որ ձեզ ոչինչով չեմ կարող օգնել, բայց վստահեցնում եմ, որ ձեր կինն այս Մենաստանում չէ։ Լավ։ Շնորհակալ եմ, որ ինձ ժամանակ տրամադրեցիք։ Ամեն դեպքում կարող եք այդ նկարներից մեկն ինձ տալ։ Այո։ Որովհետև ես պետք է հանդիպեմ իմ վերադասների ու երկրի տարբեր շրջանների Մենաստանների տնօրենների հետ։ Միգուցե նրանցից մեկն ու մեկը տեսել է նրան։ Անչափ շնորհակալ եմ, Մայրապետ, հրաշալի է, լսեք ինձ։ Եթե գտնեք նրան, խնդրում եմ,
Զանգահարեք։ Իհարկե։ Առաջ։ Հաջողություն։ Ես քեզ կանչել եմ Պիա, որովհետև այս պարոնը եկել է որպեսի Գրեգորիայի ձեռքը խնդրի։ Ասում եմ, որ ուզում է ամուսնանալ նրա հետ, իսկ ես ասացի, որ դա անհնար է։ Իսկ հիմա տեսնենք, դու քո հոգեբանությամբ կարող ես հասկացնել նրան։ Դա անհնար չէ, բայց շատ դժվար է։ Նույնիսկ ինձ համար է դժվար, հայրիկ։ Ես համաձայն չեմ, որովհետև այստեղ խոսքը Գրեգորիայի զգացմունքների մասին է։ Նա շատ կտառապի։ Մի րոպե, մենք այդ մասին արդեն խոսել ենք, երբ աշխատանքի մասին ենք պայմանավորվում։ Տեսեք հիմա գոյտան գրասենյակում որքան երջանիկ է։ Այո, բայց եղբոր գրասենյակում աշխատել մի բան է, ամուսնանալը այլ։ Մակո, ես քեզ օգնել եմ Գրեգորիայի համար աշխատանքի հարցում, բայց ամուսնության հարցում չեմ կարող քեզ աջակցել։ Բացի այդ կարծում եմ, որ դու այն տղամարդը չես, որպեսզի ամուսնանաս նրա հետ։ Իսկ ով է նրա համար համապատասխան, ասացեք։ Անպայման պետք է մտավոր հետամանած լինի, որ իմանա թե ինչպես օգտանի ձեր քրոջ մասին։ Գիտեք ինչ։ Ես մասնագետ կփնտրեմ ու կիմանամ արդյոք որևէ սխալ բան եմ անում, թե ոչ։ Բայց դուք ստիպված կլինեք պայքարել ինձ հետ, որպեսզի համոզեք ինձ դա։ Որովհետև սերը ոչ ոքի վնաս չի պատճառում, պարզ է։ Իսկ ես սիրում եմ Գոյդային։ Ռոզայի տանը դու ավելի ապահով կլինես։ Իմացիր, Օվիդիոն կարող է քո հետևից այստեղ գալ։ Տեոբալդոն սիրում է բամբասել։ Այդ հիմարը երևի հիմա բոլորին հայտարարություն է տվել իմ մասին, մանրամասն պատմել է ամեն ինչ եւ հիմա ամենուր ինձ են փնտրում։ Նա այսպես է ասել. Բոլորդ լսեք։ Ես գտել եմ Անաստասիային Կաթնուկովլի զամբյուղը ձեռքին։ Տխմար։ Մայրիկ, ես չեմ խաղալու, թե իբր դու մորակույր Ալեքսանդրան ես։ Ոչ, Անուշիկս, հիմա ես քո մայրիկն եմ։ Վիոլետա, կարծում ես ընկերուհուդ տանը մեզ համար հարմար կլինի։ Ես արդեն խոսել եմ Ռոզայի հետ, նա ասաց, որ ոչ մի խնդիր չկա։ Ամուսինդ քեզ այնտեղ չի փնտրի։ Տեոբալդոն կարծում է, թե ես այստեղ եմ, բացի այդ, ես նրան սպառնացել եմ։ Ասել եմ, որ մյուս անգամ ոստիկանություն կկանչեմ։ Դե լավ, հիանալի, ավելի լավ է հիմա էլ գնամ, քանի դեռ ավելի մեծ խնդրի առաջ չեմ կանգնել։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Արի այստեղ Անուշիկս, այս տանբերները միշտ բաց են քո առջև աղջիկս։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, խնդրեմ։ Չեք պատկերացնում, թե ձեր օգնությունը որքան կարևոր էր ինձ համար։ Շնորհակալ եմ։ Դե լավ։ Ճիշտ է, մոռացա, ես պետք է Աուրելիոյին տեղյակ պահեմ այս մասին։ Նա անհետացել է, պարոն։ Մատեոն ոչ մի օդանավակայանում չի երևացել, ոչ կայարաններում, ոչ դիահերձարաններում կամ հիվանդանոցում։ Պարոն, ես մի բան եմ գտել։ Ինչ է եղել, Ֆրեդի։ Եկեք այստեղ, անզեն աչքով ոչինչ չեք կարող տեսնել, բայց եթե ուլտրամանուշակագույն լույսով նայեք, այս է կգտնեք։ Ինչպես թե։ Ինչ է սա նշանակում։ Վանականը դա սպիտակ թանակով է գրել կամ նման մի բանով, որ միայն այս լույսի տակ կարողանանք նայել։ Այո, պարզ է, գաղտնի հաղորդագրություն է։ Պարոն, իմացեք, որ այդ մարդը խիստ զայրացած է ու դուք պետք է օգտվեք դրանից։ Ոչ, ես պարզապես օգնել եմ այդ վանականից։ Օգնել եմ նրա խաղերից, մեզ հիմա այդ տնելուց։ Ես կբռնեմ նրան, դե կտեսնեք։ Ներեցեք ինձ։ Ես ապերից դուրս եկա, ես չպետք է ինձ այդպես պահի։ Ոչինչ, պարոն, հանգստացեք, զարմանալի չէ, անցյալ օրն էլ ես էր քիչ մնում սրճեփը դերնետեի պատուանից, հանգստացեք։ Իսկ ես համակարգիչ եմ։ Տեսնում եք, պատկերացնում եք, լավ էր, որ Ալվարեսը կողքից էր, թույլ չտվեց։ Շնորհակալ եմ ընկերներ։ Բայց եկեք գործի անցնենք, Վալեսիլոս, հետո զուտերի այդ 2 տարերը կա, օ, չգիտեմ, միգուցե խաղ է։ Ընկերության անունն է, չգիտեմ։ Ալո։ Սև զգեզ գնիր քո մարդկանց մահը սքալու համար։ Հոստը ստացանք տիկին Յոլանդա։ Ինձ տուրային։ Շնորհակալ եմ։ Նամակ Ելենայից տոնին։ Աստված իմ, սա ինչ է։ Ելի հիշիր, որ Կատալինան ու Դեմետրիան այստեղ են ճաշելու։ Ես գնում եմ, շատ կարևոր գործ ունեմ, լավ։ Այո, տիկին։
Ինչի մասին ուզում ես խոսիր վանականից, Մատեոյի կյանքից, չգիտեմ ինչի մասին ուզում ես, կամ ում մասին ուզում ես, բացի Գրեգորիայից։ Գրեգորիայից չհարցնես ոչինչ։ Լավ, մի անհանգստացիր, միևնույն է։ Հիմա դրա ժամանակը չէ։ Ես հիմա միայն վանականն եմ անհանգստացնում։ Երևինա է, դու պատասխան հեռախոսից, քեզ Վալեսիդոսը կստուգենք այն։ Ոչ, ես չեմ ուզում վանականի հետ խոսել, ավելի լավ է մեկ ուրիշ թող պատասխանի։ Այդ դեպքում ինչ է եղել Ֆրեդի։ Պատրաստ ես։ Ալո։ Աուրելիո։ Անաստասիա։ Անաստասիան է։ Մենք հասկացանք դա։ Ալո։ Աուրելիո, ահա որ բան է եղել։ Սպասեք տիկին։ Դե սպասեք, ձեր հերթին սպասեք։ Ինձ էլ մի խանգարեք։ Ես հիմա Վիոլետայի հետ դրսում եմ ու զանգել եմ քեզ ասելու, որ Տեոբալդոն այնտեղ եկավ ու տեսավ ինձ։ Հիմա նա երևի ամեն ինչ պատմել է Օվիդիոն, իսկ Օվիդիոն հաստատ ոչ մի վայրկյան չի կորցնի։ Նա անմիջապես կգա իմ ետևից եւ երևի արդեն ճանապարհին է։ Սա այն հասցեն է, որտեղ Անաստասիան հիմա աղջկատ հետ է։ Եղբայրս Սանտիագոն է նրան այնտեղ ուղարկել։ Ես Անաստասիան այնտեղ չեմ ուղարկել, որպեսզի նա Աուրելիոյի հետ հանդիպի։ Ես ուզում եմ նրան փոքրիկին պաշտպանել վանականից։ Ավելի լավ է աղոտ քանես։ Ու այլևս իմ գործերին չխառնվես, առավել եւս եթե հարցը ինձ ու կնոջս է վերաբերվում։ Եթե միջամտես, երդվում եմ, որ վերջը լավ չի լինի։ Աստված իմ Օվիդիո, մենք հարազատ եղբայրներ ենք։ Կարիք չկա, որ ինձ հետ այդպես խոսես։ Պարզ է, ես մեն ուզում եմ երկուսն էլ պաշտպանել վանականից, այդքան բան։ Չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ վատ բան կա։ Ես եմ որոշում, թե աղջկաս համար ամենահարմար վայրը որն է, ու հենց հիմա նրա ետևից կգնամ, որովհետև չեմ ուզում, որ այդ անառակի մոտ լինի։ Լավ, ես նույնպես պետք է գնամ, որովհետև շատ ավելի կարևոր գործեր ունեմ։ Բայց մենք պատկերացում անգամ չունենք, թե մյուս անգամ մրցանակը ով է շահելու, չէ։ Կամ էլ հնարավոր է, որ դա ինչ-որ կապ ունի մեր գտած այն տառերի հետ, կա եւ ով։ Ես չգիտեմ դա տառերի հետ կապ ունի, թե ոչ, բայց նա հաստատ ինձ հարազատ անձնավորություն է, որովհետև հետո մի կին զանգեց ու ասաց, որ սև զգեստ գնամ իմ մարդկանց մահը սկալու համար։ Չլինի ես եմ, դրանք իմ անվան վերջնա տառերն են։ Մակո, ինձ միայն դա էր պակասում, որ վանականին վրա հարցակվեր։ Դրանք հենց այնպես տարեր չեն, կարող են ինչ-որ ընկերության կամ օպերատիվ կենտրոնների կամ ինչ-որ հաստատությունների անուն նշանակել, չգիտեմ, նման մի բան, մտածեք։ Այո, ճիշտ է, սպասեք, մի րոպե, գ և օ, գ և օ, Գաքիմ է, սպասեք իմը կգուշակեմ այդ տարերը, կարբոնի միօքսիդ է նշանակում, շնջարդության կարբոնի միօքսիդից։ Հելենան մահացել է, իսկ եթե ողջ է, ոչ ախր դա անհնար է, սա նրա նամակը չէ։ Ոչ ես սա նրա մոտ կտանեմ, նա պետք է տեսնի սա։ Ախ ոչ, տոնի ինչ եմ տա, ես ինքս կկարդամ այս նամակը։ Ինչ եք կարծում, Մակոն փորձում է ավելացնել իր միավորները, ճիշտ է ընկերս, իր հաջորդ զոհի համար վանականը կարբոնի միօքսիդն է ընտրել, որպես զենք, տեսակ, թե ինչու ենք ուզում, որ այստեղ լինես, ավելի լավ է դա մի կողմ թողնենք ու փողից խոսենք, որտեղ մոտս մի կոպեկ չկա, այդ դեպքում ես մեր մենեջերի հետ կխոսեմ։ Մենք պետք է խոսենք Մակո եւ հենց հիմա, ես չեմ կարող սպասել։ Լավ, գնանք Մակոյ, վաստակած փողով մի քանի շիշ գարեջուր գնենք։ Այո, գնանք։ Գրողը տան, ինչպես կարող էր հայրիկիս մոտ գնալու ասել, որ ուզում ես ամուսնանալ Գրեգորիայի հետ։ Դու չափդ կորցրել ես, Մակո։ Ոչ, ես ճիշտ եմ արվել։ Պարոն Տոնին պետք է իմանա, որ ես սիրում եմ իր աղջկան։ Իսկ եթե այդ սերը հոդս ցնդի, շատ հնարավոր է, որ Գրեգորիայի հանդեպ քո զգացմունքը սերճել խղճահարություն, իսկ դա բավական չէ նրա հետ ամուսնանալու համար, հնարժանի չէ դրան։ Ինչ եք առաջարկում։ Որովհետև ես զգում եմ, որ այստեղ ամեն ինչ չէ, որ պարզ է։ Դուք ինձ հետ որպես կին եք խոսում, իսկ ինձ հարկավոր է մասնագետի հետ խոսել։ Բայց նա էլ քեզ նույն բանը կասի։ Ես համոզվեցի, որ սխալ քայլ եմ արել։ Ես չպետք է դες այդ անկողին մտնեի։
Հայրիկ, եթե ինձ հետ հեռախոսի հաշվի համար ես ուզում խոսել, պատճառը Կլեմենտինան է, որովհետև նա ուզում է իմանալ իր աստղագուշական տեսությունը։ Ոչ, աղջիկս, ոչ, կանչել եմ քեզ, որովհետև ուզում է իմանալ, թե դու ինչ ես զգում այդ Մակոյի… Մակո։ Այո, Հայրիկ, նա ինձ ոչ մի վատ բան չի արել, իսկապես նա հարգում է ինձ։ Նա ինձ հետ վարվում է այնպես, ինչպես նորմալ կնոջ հետ կվարվեն, երբ նրա հետ եմ լինում, ինձ իսկական կին եմ զգում։ աղջիկս, գիտեմ, որ այդ ընկերությունը քեզ վրա դրական ազդեցություն ունեցավ, բայց ավելի լավ կլինի, եթե շարունակեք ընդամենը ընկերներ մնալ։ Այո, բայց ոչ երկար ժամանակով, որովհետև ես ուզում եմ ամուսնանալ եւ շատ երեխաներ ունենալ։ Իդե չէ, եթե 40 տարեկանում մայր դառնամ ու երեխաներից դպրոց տանեմ, մարդիկ կմտածեն, որ ես նրանց տատիկն եմ։ Հիանալի է, չէ, ես կկարողանամ նորմալ կնոջ պես ապրել։ Մենք ինչ կարողանում անում ենք, աղջիկս, ինչ կարողանում անում ենք, բայց կան բաներ, որոնք չես կարող փոխել, անգամ եթե ցանկանաս։ Նա եկել էր քո ձեռքը խնդրելու։ Իսկապես։ Իսկ ես ասացի ոչ։ Գրեգորիա, հասկացիր, դա անհնար է։ Դու այդ Մակո կոչեցյալի հետ չես ամուսնանա։ Սիրո խոսքեր մոլորված քանի անգամ ես սիրելով ընկնում եմ քո ուսած թակարը թսին պատմությունդ հորինված կպատմես ինձ վախերով ու գույներով ճոխպարուրված գիտեմ կեղծիկ է ինչ անել ինչպես քեզ բաց թողնել ամբողջ մարմնովս քո կրքոտ համբույրից ես քեզ զուլված եմ ինչքան ես լուր հավատում եմ քեզ այնքան ուժեղ այս շղթայված բանտից փախչել եմ ուզում ես ուր էլ փախչեմ ում աշխարհն է